Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մենք այդ տարբերակներ փորձեցինք, ես դեմքով իրան չեմ ճանաչում։ Ես էստեղ եմ։ Չէ, դրանից առաջ էր։ Ես շուտ եմ եկել, դուք էստեղ չէիք։ Լավ, այս երկուսն ես դուք եք։ չէ, ուղղակի բռնել եմ։ Մեդիա հապ։ Ես քանի որ բանավոր խոսքա պետք է։ Անամա դες կարող է պետք է։ Իսկ մեդիա հաբի տանք։ Ուրեմն շնորհակալ եմ, որ այստեղ եք, դուք այսօր դառնում եք նաև հանրության հետ կապի իրականացնողը։ Ես պարտավոր եմ բոլորին տեղեկացնել, քիչ առաջ մոտեցա եւ տեղեկացրի նախարարին, որ ես այստեղ եմ, որ եթե ինքը ուզում է լրագրողների ներկայությամբ բարձաբանում տալ, ապա այդ հնարավորությունը իրեն կընձեռվի, այսինքն դուք նույնպես կարող եք ներկա լինել մեր խոսակցությանը, տեսնենք ինչ պատասխան կլինի, որովհետև այն ինչի մասին ես խոսում եմ, այնքան էլ հաճելի բան չէ, երբ քո հայրենակցին կին, հայկին ներկայացնում ես այսպիսի ծանր մեղադրանք, գուցե ինքը խուսանավելու հնարավորություն ունենա, այլապես վաղ թե ուշ եւ նա եւ այս կոռուպցիոն հանցախմբի բոլոր անդամները կանգնելու են դատարանի առաջ։ Հրապարակային ուղերձ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ Տիկին արդարադատության նախարար 19 նոյեմբերի 2025 թվական։ Դուք անձամբ խախտել եք կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը ԿՍՄՕ։ Քննարկման չդնելով անձամբ ձեզ փոխանցված մեր պատրաստած բարեփոխումների հայեցակարգն ու սահմանադրության նախագիծը։ Ցավում եմ, որ ձեր ծանոթ բարեկամների մեջ չկան մարդիկ, որ ձեզ զգուշացնեին։ Իհարկե հասկանում եք, ծանոթ բարեկամ ասելով ես նկատում եմ նաև իրավական խորհրդատու իրավաբաններ, որ ձեզ զգուշացնեին, որ քրեական ծանր հանցագործություններն անհետևանք չեն մնում դրանք կատարողների համար։ Դուք պարտավոր եք ինձնից հանրագիր ստանալուց հետո այն փոխանցել նախ այսպես կոչված խորհրդին, սահմանադրական բարեփոխումների խորհրդին, որի ղեկավարն եք, ապա նաև մասնագիտական հանձնաժողովին եւ կազմակերպեիք պատշաճ քննարկումներ։ Չեք արել։ Ուրեմն չարաշահել եք ձեր իշխանությունը, որպեսզի խախտելով սահմանադրական օրենքի հստակ պահանջը հայ ժողովրդին զրկեք առարկայորեն երկրի տերը դառնալու, Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական եւ աշխարհի բոլոր պետությունների համար օրինակելի երկիր դարձնելու հնարավորությունից։ Այս քաղաքակրթական առաջընթացի դեմ ձեր որդեգրած հանցավոր կեցվածքը ձեզ ընդամենը մի քանի լրացուցիչ պարգևավճար է տալու, ուրիշ ոչինչ։ Սակայն այս քայլով դուք ստանձնում եք կոռուպցիոն հանցախմբի կամավոր աջակցի դերը եւ ինքնակամորեն դառնում այդ կոռուպցիոն հանցախմբի անդամ։ Օրերս դուք գնացիք նաեւ նոր սահմանադրական նախագիծ պատրաստելու մասին նորմատիվ իրավական ակտի դրույթների անտեսմանը, հայտարարելով, որ թքած ունենալով հայեցակարգ ներկայացնելու պահանջի վրա միանգամից նոր սահմանադրության տեքստ եք գրում։ Տիկին արդարադատության նախարար, օրենսդրությունն այն բանի համար է, որ դրանով առաջնորդվենք։ Դուք այն անտեսելով հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում։ Ով է ձեզ համոզել, թե մարսելու եք այս օրակ կեցվածքը եւ չեք դառնալու քրեակատարողական հիմնարկի բնակիչ։ Ես հորդորում եմ ձեզ շտաբ կարգով ուղղել ձեր սխալը եւ իմ հանրագրի հետ թեկուզ եւ մեծ ուշացումով վարվել կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի պարտադրած կանոններով։ Այդ դեպքում խոստանում եմ հետևողական չլինել ձեր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում։ Ուզում եմ հավատալ, որ գիտակցում եք, որ քրեական տար չեք եւ բանտը ձեր տեղը չէ։ Ի վերջո կին եք եւ հայկին, այիմ նախագահ։ Ավելացնեմ, իհարկե դա բանավոր պիտի ասեի եւ արդեն ասված է, տեղեկացված է, որ այսօր իմ ավարտվում է արդեն բողոքի հացադուլի 4-րդ օրը,
Ես այս բողոքը հասցեագրում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ այսօրվանից այս պահից նաև Սրբուհի Գալյանին։ Ազգերը շատ քիչ դեպքերում են հնարավորություն ունենում այսպիսի բացառիկ ներդրում կատարելու։ Այս բացառիկ հնարավորության դեմ կանգնելը նշանակում է կանգնել ազգի համամարտկային առումով կարևոր քաղաքակրթական առաջև դիմակայել դրան։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ, բայց ինչու անել վաղ թե ուշ, եթե ոչ չի կարելի անել այսօր։ Այս բացարձակ ժողովրդավարության գաղափարը պիտի հաղթի, Հայաստանի քաղաքացին դառնա իսկապես իր ճակատագրի տերը եւ գոնե հասկանալի դառնալու համար եւս մեկ անգամ ասեմ, գոնե ներկայացուցչական մարմնում, ժողովրդի քաղաքական ներկայացուցչական մարմնում դրա ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիները իրենց ձայնը այնտեղ պիտի տեսնեն, այլապես ինչ հեքիաթներ, ինչ լոլոներ որ պատմեն Հայաստանի քաղաքացիներին, փաստ է, որ ընտրության գնացող քաղաքացիների հսկայական զանգված պարլամենտում ներկայացուցիչ չի ունենում, իր ձայնը տեղ չի հասնում։ Եթե նույնիսկ մեկ հոգի մասնակցելով խորհրդարանական ընտրություններին տեսներ, որ իր ձայնը տեղ չհասավ, ինչ եթե իր տեխնացուն չի անցել, անգամ դա պիտի խնդիր լիներ։ Իսկ այստեղ խոսքը 100,000-ների մասին է։ Սա է իմ հիմնական խնդիրը եւ ես կարծում եմ, որ այն առաքելությունը, որով ես ինձ պարտավորեցնում եմ այս հարցը բարձրացնել, միևնույնն է ամենակարևոր բանն է այսօր մեր ժողովրդի համար։ Մոտեցակ այստեղ Մոտեցա այստեղ եւ եւս մեկ անգամ արդեն տեղում նախազգուշացրի, բայց այսպես է նման դեպքերում, եթե իրենց մեղավոր են զգում, խուսափում են։ Ում հետ խոսեցիք դուք։ Կապավորների հետ, եւ հեռախոսով եւ տեղում փոխանցեցի փաստաթուղթը, այն ինչ որ ընթերցեցի, այնտեղ բողոքի հացադուլի մասին չկա, բայց բոլորը գիտեն հացադուլի մասին, կրկնում եմ, մի քանի ժամից կսկսի 5-րդ ժամը, ես շարունակելու եմ, շատ մարդիկ, հարյուրավոր մարդիկ գրում են, զանգահարում են, խնդրում են ընդհատել, բայց ես տեսնում եմ, որ գնալով ավելի եմ համոզվում, ավելի ճիշտ, որ 14 թվականից, այսպես տունտունիկ խաղալով, 18 թվականից արդեն Նիկոլ Փաշինյանը իրենք կանգնած են մեր ժողովրդի համար ամենակարևոր խնդրի ճանապարհին ու չբողոքել դրա դեմ նշանակում է մտածել, որ դե իրենք էլ ճիշտ են, էլի կարող է իրենք էլ մի բան գիտեն։ Չէ, իրենք ինչպես այսօրվա քաղաքական դաշտի հիմնական ուժերը ասում են ուզում ենք հեռացնել Նիկոլին։ Այստեղ ուզում ես ասել ստի դուք Նիկոլին եք ուզում հեռացնել, դուք ուզում եք դուք գալաթորի, այդ տեսակ ողորմելիներ եք բոլորդ, այլապես այսօր ստեղ կանգնած կլնեիք, քաղաքական անդիմադիր կոչվող իշխանասատկացներ, ձեզ Նիկոլի հեռացումը չի հետաքրում, Նիկոլի սխալները չեն ձեզ հետաքրում, դուք աթորի եք ձգտում։ Ձեզ ինչ պատասխանեցին։ Որ կտեղեկացնեն, այդպես է կարգը, դու պիտի հայտնես նրա, այսինքն այ որ դուք ասում եք, որ քիչ առաջ ինքը այստեղ է եղել, ես մի փոքր ուշացա, կարող իսկապես եղել է, որ մենք 3x3 խոսենք, որովհետև իսկապես իրեն փոխանցված է եղել այս նախագիծը որպես սահմանադրական բարեփոխումների հիմա նոր սահմանադրության խորհրդի նախագահ։ Ինքը կարող է մտածում է, որ ասենք մեղբեր, գիտեք ինչ կա, ճիշտ է ուշացրել եմ մի քանի ամիս, բայց եկեք պայմանավորվենք։ Բայց հիմա չգիտեմ, ես պատրաստ էի դրան եւ ինչպես տեսնում եք գրության մեջ էլ գրել եմ, հիմա պիտի փոխանցեն անմիջական կապից խուսափեց ինքը, ինչպես ցանկացած հանցագործություն կատարած մարդ վախենում է, գող սիրտը դող, հիմա էլ սրանք են։ Իսկ ձեզ ինչ որ ժամկետներ ասացին, Այս գրության համար իրենք ով են որ ժամկետ ասեն, կա օրենք, կա հանրագրերի մասին օրենք, կա ես որպես կուսակցության առաջնորդ եմ, չէ՞ դիմում։ Կա կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, որը պարտավորեցնում է քննարկել։ Հիմա այս գրությունը, որ այսօր ինքը ստացավ, ինչպես մի քանի օր առաջ, ինչպես Նիկոլ Փաշինյանը ստացավ այդ գրությունը, երևի հիշում եք ամսի 5-ին նրանք պարտավոր են դրանք քննարկել։ Ես եթե բարևձեզ ինչ որ հարց կա թե բարի։ Հիմա տեսնում եք ձեր հարցի պատասխանը ինչ որ չափով ստացաք, եթե ուզում եք, հետո ես, այսինքն կա կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, որին իրենք պարտավոր են ենթարկվել։ Չեն ենթարկում նշանակում է արդեն հանցագործություն են կատարում, հանցագործության առաջին հոդվածը իշխանության չարաշահումն է, հետևից գալիս են դրա հետևանքով առաջացած խնդիրները։ Ում հետ պատիվ ունեմ։
դիտում է այսքան պարզապես խորհրդակցություններ դրա համար խնդրեց որ ես մոտենամ եւ հրավիրեմ ձեզ Շատ բարի, կարող են չէ՞ լրագրողներ մեզ հետ գալ։ ես առաջարկում նախ իրար հետ բացանք համաձայնեցնենք Հրապարակային եթե լինի համաձայնությունը խնդիր չկա բայց մենք ապրում ենք ազատ երկրում, բաց խոսելու ենք, չէ՞։ որևէ Ճիշտ խնդիր կլինի, որ մասով չկա ուզում եք ճշտեք մի հատ, ասեք որ լրագրողների ներկայությամբ շատ ենք լրացուցիչ Ես կսպասեմ հիմա։ շատ Բարի, շնորհակալ եմ։ Ներեցեք ձեզ ինչպես կարելի է ներկայացնել։ խորհրդակցություն Անունը Համլետ Հարություն Մեկ էլ մի ճշտում 5